Սիրելիներս, այս զայնագրությունը ես անում եմ հիմա պատասխան ավետիքի հոգևորականի տեսագրության, ոչ թե հենց պատասխան, այսպես ասեմ, ուղղակի կան բաներ, որ պետք է ես ինքս ասեմ եւ խոսեմ, կուզեի, որ տեսագրություն լիներ, որպեսզի ես էլ երևայի, բայց այս պահին հարմար չէ եւ ես անում եմ ձայնագրություն։ Ուրեմն ավետիքը հոգևորական է, նա փորձում է անպայման ապացուցել, որ ես Աստծուց չեմ, նախ ուզում եմ ասել, որ դատերն Աստծուն են եւ չի կարելի, պետք չի, որ մենք դատենք Աստծո փոխարեն։ Աստված կդատի եւ դատում է մեզ մեր սխալների համար, ինչպես որ հենց հիմա ես իմ սխալը զգում եմ եւ անպայման պետք է խոսեմ եւ խոստովանեմ իմ սխալը, դա կլինի ճիշտ։ Ուրեմն միայն կանդրադառնամ ավետիքի տեսագրության վերջին հատվածին, որտեղ նա խոսում է հորինված Արուսիկի մասին։ Ուրեմն ավետիք, այն որ դու դատում ես ինձ եւ շատերին, դու լավ գիտես, որ դատերն Աստծունն են եւ մի դատիր, որ դու չդատվես։ Դա Աստծո խոսքն է ու դու լավ գիտես եւ Աստված ասել է, որ մենք իր դատերը իր փոխարեն մենք չանենք։ Երկրորդ, դու լավ գիտես, որ ստելը նույնպես չի կարելի, ինչպես որ դատել չի կարելի, բայց թե մարդ ենք, սխալվում ենք։ Հենց հիմա ես ինքս իմ սխալի մասին եմ խոսելու։ Ուրեմն այն աղջկան, որին դու ստելով հորինել ես Արուսիկին, որ կարողանաս վերջապես հասկանալ, ես իրոք Աստծուց եմ, թե Աստծուց չեմ եւ իբր այդտեղ բռնվել եմ, ես ուրեմն տես, այն որ դու ստեղծել հորինել ես աղջիկ, ինձ խաբելով ուզեցել ես խոսք ինձանից բացահայտել ինձ իբր, այսպես ասեմ, դա սխալ է։ Բայց սխալ եմ եղել նաև ես, որովհետև այդ նամակը, երբ ես կարդացի, ես չպատասխանեցի, ես լավ եմ հիշում այդ նամակը։ Երբ ես կարդացի այդ նամակը, ես չպատասխանեցի, ես չէի ուզում պատասխանել այդ նամակին։ Բայց ես, լինելով շատ խղճով մարդ, չկարողացա։ Ես զգում էի, որ ես կարծես դեմ եմ գնում Աստծուն, դեմ եմ գնում ինձ, բայց պատասխանում եմ այդ նամակին։ Որովհետև իմ խիղճ ինձ տանջում էր, ես մտածում էի, ոնց չպատասխանեմ, ոնց կլինի, այս մարդը իմ կարիքը ունի, ես Աստված ինձ ուզում է օգտագործել այդ մարդու համար։ Ես ընդունում եմ իմ սխալը այն առումով, որ երբ ես աղոթում էի Արուսիկ կոչված կեղտ հորինված աղջկա համար, ես տեսա ձեռք մեկնված, ու ես հասկացա, մտածեցի, որ դա Արուսիկին է մեկնված։ Եվ մի քանի խոսքեր ընդամենը, որ աղոթքի ժամանակ եմ լսել, որտեղ որ այսպես էր իմաստը, որ թեքվես դեպի Աստված եւ լսես, որովհետեւ նա ամեն անգամ քեզ ինչ որ բանի համար ձայն է տալիս, բայց դու դա չես լսում։ Եվ Աստված ուզում էր, որ դու իր կամքը կատարես, ոչ թե քո ավետիք, բայց դու քո կամքն ես կատարում, որովհետև Աստծո կամքը չի, որ դու մեզ դատես, ինձ դատես եւ մյուսներին, դա քո կամքն է։ Եվ Աստված ընդամենը 1, 2, 3 խոսք է ասել աղոթքի ժամանակ, լսել եմ եւ տեսել մեկնված ձեռքը, եւ ես դա վերագրել եմ Արուսիկին եւ ինչպես միշտ իմ այդ խիղճը, իմ այդ էմոցիոնալ, զգացմունքային այդ տեսակը, որ վայ, չէ, պիտի օգնեմ, ես պարտավոր եմ օգնեմ, ես պարտավոր եմ խոսեմ եւ այլն, ես սխալ եմ օգտագործել։ Աստված ինձ այդքան խոսք չէր տվել։ Եվ եթե նույնիսկ լսում ենք ձայնագրությունը, ես դժվար եմ խոսում։ Ես կարծես մտածելով, չուզելով սկզբում խոսեմ։ Եվ ընդամենը տեսնելով Աստծո մեկնած ձեռքը եւ այդ մի քանի բանը, ես իմ սխալը հիմա ընդունում եմ, ես այդ մի քանի բառի վրա ստեղծել եմ մի ողջ, այսպես խոսակցություն, ամբողջ հոգով զգալով, որ մի բան են չեմ անում, բայց ուզեցել եմ հորինված Արուսիկին թեքեմ դեպի Աստված։ Այո, ես ասել եմ Սուրբ Հոգին է ինձ ասում, որովհետեւ մեկնված ձեռքը եւ այդ մի քանի խոսքը ես աղոթքի մեջ եմ տեսել եւ լսել։ Եվ ես ընդունում եմ իմ սխալը հիմա, մեղավոր եմ իմ Տեր Աստված, մեղավոր եմ, թող Տեր Աստված ինձ այսպես խոնարեցնի։ Շնորհակալ եմ Տերին, որ հենց հիմա էլ դու ինձ խոնարեցնում ես, որպեսզի ես ընդունեմ իմ սխալը։ Եվ ես սխալ էի, ես չպետք է ընդամենը 1, 2, 3 բառերի վրա եւ տեսած մեկնված ձեռքի վրա ամեն կերպ հորինված Արուսիկին թեքել դեպի Աստված, որովհետև Աստված ինձ ինչ էր տվել, ինչ էր ցույց տվել, իր մեկնված ձեռքը, մի քանի խոսք ուղակի, որ ինքը ուզում է, որ այն մարդը, ով այն կողմում ինձ գրում է, լսի իր ձայնը, ես այդքանը պետք է փոխանցեի, ես չպետք է անեի ավելին, քան Աստված ինձ տվել էր, ես
Բայց ես մեղավոր եմ եւ ես սխալված եմ, որ ես չպետք է ասեի Սուրբ Հոգին ինձ ասում է, որովհետեւ Սուրբ Հոգին ինձ ընդամենը ձեռքն էր ցույց տվել իր մեկնված եւ այդ մի 2-3 խոսքը մնացածը ես իմ սրտի զգացմունքներով չպետք է միավորեի եւ փորձեի իբր Արուսիկին բերել դեպի Աստված։ Դա իմ սխալներից է։ Բայց ես հասկանում եմ, մենք բոլորը սխալվում ենք, եւ երբ ընդունում ենք մեր սխալները, այդ ժամանակ մենք խոնարհվում ենք ավելի։ Եվ ես ուրախ եմ, եւ ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ իմ սխալը ցույց է տալիս եւ հենց հիմա ինձ խոնարհեցնում է։ Բայց ես ընդունում եմ ու պիտի ընդունեմ իմ սխալը։ Ես սխալ եմ, նորից եմ ասում, ես մեղավոր եմ, որ փորձել եմ Աստծո տվածի վրա ավելացնել իմ էմոցիաները, իմ զգացմունքները։ Այն էլ այն դեպքում, երբ ես ներքուստս զգում էի, որ ես ճիշտ չեմ անում, որ այստեղ ես եմ ավելի շատ խոսում, քան Աստված, բայց իմ խիղճը եւ այն ձգտումը, որ չէ, ես պիտի անեմ աշխարհի բոլոր գործերը, այդպես չի լինում։ Ես պիտի անեմ այն, ինչ որ Աստված է կամենում։ Եվ ես շնորհակալ եմ քեզ, Ավետիք։ Եվ ես միշտ աղոթում եմ բոլոր նրանց համար, ում միջոցով Աստված ինձ ավելի շիտակ է դարձնում, ավելի ուղիղ, ավելի մաքուր եւ որ շատ եմ խնդրում Աստծուց ավելի խոնար։ Ես չպիտի անեի ավելին, ես չպիտի իմ անձի խոսքը, իմ սրտի խոսքը, իմ խղճի թելադրանքը միացնեի ու ասեի, որ Սուրբ Հոգին է ասում։ Ես չպետք է Աստծո ցույց տվածի վրա ավելացնեի իմ էմոցիաները։ Իսկ տեսիլքները, երբ որ ես պատմում եմ հափշտակության հետ կապված, այդտեղ ես իմ էմոցիաները երբեք չեմ ավելացնում, որովհետև այդտեղ ուղակի այնինչ տեսնում եմ, հասկանում եմ, թե ոչ, ես ուղակի փոխանցում եմ վերջ։ Ես չեմ ավելացնում իմ սրտի խոսքը տեսիլքի վրա։ Այսքանը, փառք մեր Տիրոջը, շնորհակալ եմ քեզ իմ Տեր Աստված։ Ուզում եմ նշել նաև, որ Ավետիքի առանձնայնագրությունը, որ նա խոսել է, հանդես է եկել որպես Արուսիկ, որպես այդ աղջիկ, որքան հիշում եմ, դա 25 թվականի մայիսն էր, կարծեմ, մի փոքր այս կողմ այն կողմ, բայց 25 թվականի գարնան վերջն էր, ինչքան որ հիշում եմ, այնպես որ դրանից արդեն շատ ժամանակ է անցել եւ դա միակ սխալը չի, որ ես արել եմ եւ ամեն անգամ բոլոր սխալների համար իմ խնդրել եմ, որ Տերը ինձ ցույց տա իմ բոլոր սխալները, որպեսզի ես ներողություն խնդրեմ Տիրոջից եւ մաքուր լինեմ, որ Տեր Հիսուսը ինձ միշտ մաքրի եւ մաքուր պահի եւ խոնարհեցնի իրեն։ Ճիշտ է, մյուս սխալներս այդպիսին չեն եղել, այդպես ճոխացրած, իմ կողմից ավելացրած խոսքերով պատասխաններ չեն եղել մարդկանց, բայց դրանք էլ եղել են սխալներ ինքս իմ հանդեպ, առաջինը, որ սխալվել եմ իմ հոգևոր ճանապարհին եւ Աստված ինձ ցույց է տվել իմ սխալները եւ ես խոնարհվել եմ ավելին եւ միշտ իմ արած սխալների միջոցով ինչ որ ինձ Աստված սովորեցրել է, դա էլ ես խոսել եմ ու փոխանցել եմ մարդկանց, որպեսզի այնինչ ինձ սովորեցնում է Աստված, ես էլ փոխանցեմ իր զավակներին։ Այսքանը։